Նոյեմբերի 13-ն է 2025 թվական, կխնդրեմ, որ այս հոլովակը սեյվանեք ձեզ մոտ և մի քանի տարի հետո նայեք, ուրեմն ինչա տեղի ունենալու ժողովուրդ ջան, ես ուզում եմ մի քանի բառով ասել, ոնց եմ տեսնում ապագան տեսնում եմ սենց, ուրեմն մեքենաների մասերով, մեքենաներ չեն լինելու, ոչ մեկ չի քշելու, ուրեմն մարդիկ ունենալու են մի հատ կամ եթե մեծ ընտանիք է երկու մեքենա, որը ուղղակի ծառայելու է իրանց, առավոտը տանելու է երեխաներին դասի, ձեզ տանելու է գործի, գործից վերցնելու է, դասից վերցնելու է, մեկին տանելու է խանութ, մեկին բերի տուն, այդ մեքենան ծառայելու է ձեզ համար, ուրեմն ղեկ չի լինելու, այսինքն ռուլ չի լինելու, լինելու է ավտոմատ կերպով, ամեն ինչ սկեջուլ եք անելու, տանելու է, բերելու է, հետո գնալու է աշխատելու է, եթե ուզենաք, ինշուրանս չեք ունենալու, ծախս չեք ունենալու, փարքինգի փողեր տենց շատ չեք տալու, որովհետև ինքը գնալու է, եթե անգամ գնաք միտեղ, ինքը գնալու է փարքանի, հետո կանչեք գազես մոտ, ինշուրանսի գումար չեք վճարելու, որովհետև կամպանիան է վճարելու, կարող է մի հատ չնչին գումար, ինչ որ դուք տաք, որ կամպանիան դա իր վրա վերցնելու, ավարիաները քչանալու է, համարյա թե գրեթե չի լինելու, որովհետև այն մյուս ավտոները քիչ-քիչ վերանալու են, ոչ մեկ չի քշելու և ոչ մի ավարիա տեղի չի ունենալու, որովհետև ավտոմեքենաները սենսորներ ունեն, իրար ճանաչելու են, եթե մի ավտոմեքենայի սենսորն է փչանա, ինչ որ այդ դեպքում տեղի կունենա վթար, այդ դեպքում վթարի գումարը ծախսերը կփակի հենց այդ մեքենայի ֆիրման, որը ձեզ տվել է ավտոմատ քշելու, ավտոպիլոտով մեքենան, որը դուք օգտագործում եք, ուրեմն դա մեքենաների պահով ժողովուրդ ջան, հիմա ռոբոտների պահով երկու բառով ասեմ, որ ունենալու ենք ամեն մեկը ստանը ռոբոտ, հիմա մարդիկ կլինեն կգրեն մենք չենք ունենալու, ձեր մասին չի խոսքը այն մարկանց մասին է, ովքեր առաջ են գնալու, նոր ծնվելու են կամ արդեն ծնվել են և գնալու են առաջ և նրանց մասին է, ովքեր դրան պատրաստ են արդեն ու շատ մարդիկ են պատրաստ, նոր պակալենյան արդեն պատրաստ է դրան, որ ռոբոտներ ունենան տանը, օգնեն, ժողովուրդ ջան, ռոբոտները անելու են ձեր տեղի գործերը, ուրեմն շատ թանկ չի լինելու, հետո սկսելու են արդեն ռոբոտ արտադրողները իրար հետ մրցակցեն, որը ոնց անում, ակումուլյատորը ինչքան է պահում, ինչքան է բարձրացնում գետնից, ուր է կարում գնա, մարդու պես է քայլում, ռոբոտի պես, դեմքերը կարող եք փոխել, անունները փոխել, հետո ինչա տեղի ունենալու, հետո ամենավատն է տեղի ունենալու, որ սարևը ոնց անենք, որ չընկնի մեր վրա, որ ռոբոտներին, այսինքն մեքենաներին ասեմ, որ մեքենաներին լինելու է հականեն գողանան, չգիտեմ, ձեզ կարան գողանան մեքենայի մեջ նստած դռները փակվի ու դու չկարողանաք ոչ մի բան անել, հակերները մեքենաները սենց խփեն իրար ջարդեն, էդի լինելու է ժողովուրդ ջան, դրա դեմնել են մի բան մտածելու, հետո ռոբոտների պահով, ուրեմն լինելու են այդ ռոբոտները, որոնք արդեն իրանց գնալու են զարյատկի դնեն, ակումուլյատորը հանեն փոխեն, սենց լիքը բաներ է լինելու, այդ ակումուլյատորը հանել փոխելը համարյա թե արդեն հիմա էլ կա, բայց մի հատ վտանգ կա, այդտեղ էլ մի հատ վտանգ կա, որովհետև դուք առնելու եք այդ ռոբոտին, ոնց ասեմ ձեզ, մարդասպան, այսինքն ձեր տունը լինելու է մարդասպան ռոբոտ ժողովուրդ ջան, որովհետև կարան մտնեն մեջը պրոգրամ տան, որ ինքը ուղղակիորեն գիշերը գա ու ձեզ սպանի, դրա դեմ էլ ինչ որ մի բան կմտածեն, տենց դեպքեր էլ են լինելու, հակերները մտնելու են, մարդու տենց սպանեն իրա տան մեջ, հենց իրա ռոբոտը գա իրան սպանի, էդ էլ է տեղի ունենալու, էլ ինչա լինելու, ուրեմն ռոբոտները հետո խառնվելու են իրար, դուրս գան մարդկանց դեմ, տենց կռիվներ է լինելու, անջատելու են չանջատվի, AI-ը ավելի ուժեղանա, ինքը իրան սկսի մտածել, զգացմունք է ունենալու ռոբոտը, էդի հաստատ եմ ասում ձեզ, մարդու պես է լինելու, որ մենք էլ չենք կարողանալու տարբերել ռոբոտա թե մարդա, ոնց որ հիմա աղջիկը տղուց չես կարում համարյա տարբերես, հենց են
իրանց ձևափոխում, որ չես կարողանում տարբերես, տենց էլ ռոբոտները լինելու են մարդու մաշկի նման, ուրեմն մարդու նման խոսալու են, մարդու նման քայլելու են, շարժ ու ձևը ամեն ինչը մարդու նման է լինելու, մաշկը աճացրած է լինելու մարդու նման, էլ ինչ ասեմ, ոչմ չենք տարբերելու, մենք ռոբոտներին չենք տարբերելու մարդկանց, իսկ են խոսալու ենք, ասենք դու ռոբոտ ես, թե մարդ ես, ինքը ասի օրինակ ես ռոբոտ եմ, այ այտենց չենք տարբերելու ժողովուրդ ջան, ինչքան հիմա անհավանական եմ բաներ եմ ասում, բայց չենք տարբերելու, էլ ինչա լինելու, ոչմ էտա մեզ սպասում ապագան նոր գործեր են առաջանալու, նոր ծնվածները, նոր սերունդը, սովորելու է արդեն AI, ու տարբեր AI-ից ավել բաներ են դուրս գալու, AI-ը այդեն շատ չի մնալու, որովհետև ուրիշ ուժեղ բաներ են դուրս գալու, որ AI-ը էլ չլինի, այլ լինի, չգիտեմ, ինչ-որ AIB, չգիտեմ, BI, մի բան, բայց 1000 անգամ հզոր, քանց թե AI-ն է, էդ էլ արդեն իր վտանգները ունի, բայց ապագան սա է ժողովուրդ ջան, ուրեմն DoorDash չի լինելու, Uber-ը դե driverless, այսինքն առանց վարորդի է լինելու, այդ գործերն են վերջանալու, դե երգիչները արդեն դերասանները բոլորը լինելու են AI, լինելու են դրոններ, առաքումը լինելու է դրոններով, լինելու է փոքր այս ռոբոտներով դե արդեն որը կա, դրանք շատանալու են, դրոնները շատանալու են, հետո կարա ձեր մեքենան ուղարկեք ուղակի գնա սնունդ բերի, էլ մարդիկ չբերեն, այսինքն խփեք, ինքը գնա խանութում արդեն դրած լինեն, ավտոմատ կերպով վերցնի գա, կարա ձեր ռոբոտը գնա արդեն խանութ, եթե ուզենաք պրոգրամը տակ, ձեր ռոբոտը գնա խանութ, իրա ձեռքով ընտրի, կամ դուք մտնեք իր աչքերով, ուղակի տեսնեք, որ պամիդորն եք ուզում էդի ընտրեք, սկզբից տենց է կլինի, հələ որ այսքանը ժողովուրդ ջան, եթե կոմենտներ ունեք, ոնց եք տեսնում ապագան ձեր աչքերով, ես հիմա ինչ ասեցի, հիշեք, որ մի քանի տարիներ հետո 99.99%-ը դուք լսելու եք այս մասին, դրա համար անպայման save արեք այս վիդեոն, որ մի քանի տարի հետո նստեք, նայեք ու ասեք Արսենը ճիշտ էր ասում, որ սենց բաներ ա տեղի ունենալու, աչ պետք անեի, որովհետև ես շատ բաներ ա եղել ասեն եմ ու հիմա կատարվում է, դրա համար ասեցի մի հատ վիդեո անեմ, ուղղակի, որ հիշենք ինչեր ա տեղի ունենալու մեր հետ, ժողովուրդ ջան, կոմենտներում գրում եք, թե դուք ոնց եք տեսնում ապագան, գործերը, հա ասեմ, շատ մարդիկ վախենում են, շատ եմ ես տենց խոսակցություն ունեցել, որ գործերը չի լինելու, մարդկանց ձեռից վերցնում են, ժողովուրդ ջան, մարդկանց ձեռից վերցնում են, դրա համար մեծերը մահանում են, որովհետև իրանք էլ գործ չեն ունենալու, ապագան նոր սերնդի մեջ է, իրանք արդեն ուրիշ բաներ են սովորելու, ուրիշ գործեր են ունենալու, որոնք մենք չենք կարողանալու անենք, մեր էլ ուղեղը դրան չի հասնելու, դրա համար կյանքը հենց է ստեղծված, որ փոխվում է, գալիս են, մեծերը գնում են, փոքրերը գալիս են ու կյանքը այսենց առաջ է գնում, որ էլ քո համար էլ գիտես ինչ ես, մի քիչ որ մեծանում ես, այս կյանքը էլ ասում ես ումա պետք, որովհետև այս ինչա կատարվում, ռոբոտի դարա բան, դա միշտ էլ եղել է ժողովուրդ ջան, միշտ էլ ժողովուրդը ունենալու են իրանց գործը, բայց նոր գործեր, որտեվ հին գործերը փակվում են։ Շնորհակալություն, անպայման save արեք, սախրանից տվեք, որ հետո կարողանաք հիշել։ Շնորհակալություն։